մինչև ընտրությունները բնականաբար այս իշխանությունները ավելի ագրեսիվ են դառնալու։ Իհարկե այնպես չէ, որ այս պահին ագրեսիվ չեն, որովհետև մենք ունենք բազմաթիվ քաղբան տարգյալներ, քաղաքական ենթատեքստով բազմաթիվ քրեական հետապնդումներ, բայց որքան մոտենա ընտրությունները, այնքան ագրեսիվ են լինելու եւ դա լինելու է ոչ միայն իրավապահամակարգի օգտագործմամբ, այլ նաեւ օրենսդրի օգտագործմամբ, որտեղ մեծ է անհանգստությունը, որ ելի կբերեն որոշակի օրենսդրական փոփոխություններ, որոնք ոչ բարենպաստ պայմաններ կստեղծեն ընտրություններին մասնակցող ուժերի համար։ Մենք գիտենք, որ այդպիսի ընտրությունների օրը նշանակելու նախագահի հրամանագրից անմիջապես հետո հակակոռուպցիոն կոմիտե, հայտարարություն տարածեց, համաձայն որի թեկնածուների կամ կուսակցությունների հետ ասոցացվող ցանկացած բարեգործություն քրեորեն պատժելի է դիտարկվելու եւ այլն, սրան զուգահեռ իրենք պետական միջոցներով են այդ ամեն ինչ անելու եւ հասկանալի է այստեղ ավելի այսպես շահեկան դիրքերում են լինելու, խոսում են նաև վիրավորանքի եւ հայհոյանքի հետ կապված ինչ-որ ձևակերպումներ, օրենսդրական փոփոխությունների մասին եւ այլն, ինչ ռիսկերի սպասենք։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ իրավիճակի գնահատականը հնչեցնել։ 1995 թվականի դեռևս այն ժամանակ չէ, Գերագույն խորհրդի ընտրություններից սկսած հայաստանյան քաղաքական դաշտը շարունակաբար ենթարկվում է դեգրադացիայի։ Ու ընդ որում, երբ որ մենք խոսում ենք փոփոխությունների մասին, պետք է նկատի ունենանք, չէ՞, փոփոխությունները ովքեր պետք է բերեն քաղաքական դաշտի գործողներ, այսինքն կուսակցությունները։ Այստեղ ուզում եմ անպայման նշել, որ Նիկոլ Փաշինյանի ամենակարևոր խոստումներից մեկն է ժամանակին ամեն ինչ անել, որպեսզի հայաստանյան քաղաքական դաշտը կայանա։ Հետևաբար չարաշահման խնդիրը։ Բայց կարծում եմ Նիկոլ չէ լինի, եթե իր խոստումը իրականացներ։ Սա ֆիքսենք իշխանության մասով։ Միջև ձեր բուն հարցին անդրադառնալ, ես ուզում եմ խոսել ընդդիմության անելիքների մասին։ Տեսեք, հայրենի կուսակցությունը Արտուր Անեցյանի կողմից նույնպես մոտ կես տարի, մի տարի առաջ եղել է հայտարարություն, որ պատրաստվում են ընտրություններին։ Այսինքն մենք չենք սպասում, դա վերջը, դու ասենք, գիտեք, մտածեցինք, չհասցրեցինք, մենք այդ process-ը շուտ ենք սկսել ընտրություններին պատրաստվելու եւ դրա մասին հայտարարել ենք։ Ես ուրախ եմ, որ նա տեսնում եմ տարբեր քաղաքական ուժեր ակտիվացնում են իրենց գործունեությունը, որտեղ գիտեք ինչ, եթե այդ ակտիվ գործունեությունը չլինի, հասարակության այդ աշխատանքը չմեծանա, էլ էս իշխանության։ Բայց այստեղ շատ կարևոր է ֆիքսել խաղի կանոնների որոշակի խնդիրը, որովհետև եթե մեր խնդիրը միմյանցից ձայներ տանելն է, դեպքում համարենք Նիկոլը մնալու է իշխանության։ Չի կարող մի քաղաքական ուժ, հին կլինի, նոր կլինի, գնալ աշխատել մեկ այլ կուսակցության անդամի process տանել իր կողմ։ Ինչ նշանակում է անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա։ Այստեղ մենք խնդիր ունենք հասարակության տարբեր շերտերի հետ աշխատելու։ Հիմա տեսեք, եթե փորձենք ընդդիմադիր դաշտը նայել, նախկին տարբեր իշխանությունների, չէ՞, ներկայացուցիչներ են, քաղաքական ուժեր են, մարդկանց միմաց ուզում են նրանց վերադարձը, նոր քաղաքական ուժեր են, որոնք չեն եղել իշխանության, օրինակ մեր կուսակցությունը, հայրենիքի երբեք չի եղել իշխանության, մենք մեր ընտրազանգվածի հետ ենք աշխատում, միմաց ուզում են ավելի տարեց, ավելի չգիտեմ, մեծ փորձառություն ունեցող քաղաքական գործիչներ, միմաց ուզում են նոր սերնդի քաղաքական գործիչներ, չգիտեմ, ես ոչ միայն ես, բնական է մեր կուսակցությունը Արտուր Վանեցյան նոր սերնդի քաղաքական գործիչներ ենք, այսինքն գիտեք ինչ պետք չի ինչ-որ խանդով չարությամբ նայել, այլ պետք է բաժանել հասարակության այդ աշխատանքը ու սկսել աշխատել ամեն մի կուսակցություն դա աշխատում դուրս պրակտիկա, աշխատում հասարակության որոշակի շերտի հետ։ Հարգարժան
Բաղարյանյանը երբ որ նշեց միասնական թե ես բնականաբար համաձայն չեմ, բայց խոսեց նաև մասին այստեղ կրկնում եմ այդ մասնակցության այդ աշխատանքը չկա իր ընտրազանգված չաշխատի ես կարծում եմ կունենանք իշխանության վերընտրություն այսինքն մարդկանց մի զգալի մաս այսօր ուղղակի կողմնորոշված չի, երբ որ ընդամենը 113-4 օրը մնացել ընտրություններին։ Սա մեր յուրաքանչյուր կուսակցության խնդիրն է, այսինքն մենք այստեղ մեծ աշխատանք ունենք իրականացնելու։ Հիմա անդրադառնամ իշխանության գործունեությանը, տեսեք, ինչ է անում իշխանությունը։ Սևերի, սպիտակների բաժանում է, շարունակում է գիծը պայել։ Հիմա ճիշտ է, այդ թեզը այդքան էլ լավ չի աշխատում, բայց ամեն դեպքում այդ թշնամանքի իրանք պահում են։ Գիտեք, ցինիզմի գագաթնակետ է, այսինքն վերջերս նայում եմ, ասում են մի օրինագիծ ենք մշակում իշխանությունները, որով տուգանք են նախատեսում ապելության, չգիտեմ, գուցե նաև հայոյանքի մասով, եթե լինի հրապարակումներ, առաջի հայացքից բնականաբար ողջունել է, չէ՞, այդ ատելության մթնոլորտը պետք է վերացվի, բայց ատելության մթնոլորտը ո՞ր է սերմանում։ Մարդիկ հավատում են, որ իշխանությունը, որը Նիկոլ Փաշինյանը նույն իշխանության այդ ատելության թշնամանքի դոզան անընդհատ պայքարելու, որպեսզի այդ ատելություն թշնամանքը դուրս գա, կամ հայոյանքը դուրս գա։ Կներեք, ես այդքան միամիտ չեմ, որ դրան հավատամ, ու ես կարծում շատերը դրան չեն հավատում, բայց սա դառնալու է գործիք։ Սա դառնալու է գործիք, քանի որ ունեն գերտանային դատական համակարգ, ուրից ուզեն ճնշել են, որովհետև իրանք իշխանության են, երեկվա ապրելու խնդիր ունեցողներ այսօր դոլարային միլիոնատերերն են, սա եկեք ֆիքսենք, ու երբ որ սրա մասին ես խոսում, ես վստահ ասում եմ, հիմա մեզանից նայող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հիմա մտածում է իր համայնքապետը, այլ ծանոթ չգիտեմ, տարբեր պաշտոնյաների ժամանակին ինչ ոնց են յոլա գնում, հիմա ինչ կարողությունների տեր են դարձել։ Սա արդեն փաստ է, Նիկոլ Բարսանավելովիչի ներքև չի կարող հերքել։ Փորձել են ճնշել, փորձել են տուգանել, նման մի փորձել արեց իմիջիայլոց պատերազմից հետո, երբ որ հայտարարեցին արտակարգ դրություն, ինչ-որ 400,000 տուգանում են, թվում ինձ։ Հետո երբ որ սկսեցին դատական կարգով բողոքարկել, մի մասին ուրեմն այդ գումարների հետ վերադարձեցին, մի մասին ոչ։ Ես էլ եմ մարդկան չարկում եմ, որ ստիպված այդ 400,000 տուգանքը վճարեցի, բայց միջև ոչ որ սահմանադրական դատան մոտորոնքի այդ բողոքի մասով է հավանդիմության կողմից որոշակի դիմում, տենց մնացել այդ գումարները չեն վերադարձնում։ Այնպես որ մեծ աշխատանք կա հասարակության հետ տանելու, պետք է շարունակաբար խոսենք հասարակության տարբեր շերտերի հետ, խոսենք մեր ծրագրերից, այս առումով նույնպես մեր կուսակցությունը առաջիկայում կամբոջացնի արդեն կարող եմ ասել ծրագրի գրեթե 90%-ը պատրաստ է, վերջի 10%-ն էլ կամբոջացնենք, ու մենք մարդկանց կասենք ինչ ենք խոստանում, ոնց ենք խոստանում իրենց կյանքը փոխելու։ Ինչ չափի վստահության քվեք ունենանք, այն չափով կարողանանք բերել այդ փոփոխությունները։ Որովհետև մարդկանց մոտ նաև կա մեկ այլ մեծ խնդիր։ Ասում են, ընդդիմություն իշխանության համար կռիվ անում։ Հիմա ես ասում եմ, արգելի ժողով, այո, ես իշխանության գալու համար կռիվ եմ անում։ Եթե չգանք իշխանության, այլ եթե այստեղ նստած յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ չգա իշխանության, ո՞նց է կարողանալու իր խոստումը իրականացնել։ Ո՞նց է կարողանալու այդ փոփոխությունները, որի մասին խոստանա դա իրականացնել։ Դա եկեք պետք է կռիվ լինի։ Հիմա դա պայքար է, բայց դուք ասում եք կռիվ, եկեք անունը դրենք կռիվ։ Եկեք պետք է կռիվ տանք, որ մեր երկիրը հիմա Հայաստանի Հանրապետություն, թե չէ անունով կրնա Հայաստանի Հանրապետության, բայց այս իշխանության գործելավոճում այդ ազգային մասը կհավի
այլ կլինի, բայց բովանդակությունը հրավեր կլինի։ Շնորհակալություն, պարոն Հայությունյան, մի այսպիսի կարճ հարց էլ հա մենք բոլորս փաստորեն համաձայն ենք, որ իշխանությունների կողմից բազմաթիվ գործիքներ եւ միջոցներ են օգտագործվելու ընտրություններից առաջ ընդդիմադիրների նկատմամբ, դրանք կարող են լինել նոր քաղաքականների տեսքով, կարող է լինել կուսակցություններ չգրանցելու կամ ցուցակներ չգրանցելու տարբերակով, այսինքն այս իշխանությունից ամեն ինչ կարող ենք սպասել։ Ինչ հետևանք դա կարող է ունենալ։ Պարզապես վախի մթնոլորտ կլինի եւ չգիտեմ, իր բացասական ազդեցությունը կլինի ընտրությունների կունենա ընտրությունների վրա, թե հակառակը հակազդեցություն կարող է առաջացնել, ձեր կանխատեսումները, հա, ինչպիսին կարող են լինել։ Տեսեք, ես ուզում եմ մի քիչ այս խնդրի մասին ավելի բաց խոսել։ Ինչ է կուսակցությունը, չէ՞, կուսակցությունը իրավական կառույց է, ունի ղեկավար կազմ եւ շարքեր։ Ինչի համար է իմ խոսքում նշում խաղի կանոնների ընդդիմադիր դաշտի ներսում պահելու խնդիրը։ Շատ բավի շարքերը որոշում իրականացնեն, որպեսզի կարողանան անհրաժեշտ պահին, երբ որ մեկ այլ քաղաքական ուժի այս իշխանությունը թիրախավորում է, տեղ լինի գնալ պաշտպանել տվյալ քաղաքական ուժին։ Այլ եթե խաղի կանոնները, իսկ ես կարծում եմ պետք է հաշվի առնելով ընտրությունների մոտ լինելը որոշակի ձևով շփումներում ավելի շատ արծարծվի ու ֆիքսվի, պահվի, այդ ժամանակ միասնական ջանքերով հնարավոր կլինի թույլ չտալ, որպեսզի որևէ քաղաքական ուժի խաղից հանեն այս իշխանությունները կիրառելով ուրեմն հերթական վարչական ապօրինի ռեսուրսը։ Եթե դա չլինի, ինչ ուզում են հայտարարել կուսակցությունները։ Մեկը միմյանցը չի ընդունելու։